Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Մենք քիչ ենք խոսում Հայաստանի ապագայի մասին, գրեթե չենք խոսում Հայաստանի ապագայի մասին։ Օրերը խանգարում են մեզ, դեպքերը մեզ տանում են իրենց հետևից, այս րոպեական, այժմեական հարցերին փորձելով անդրադառնալ, մենք չենք նկատում, դեպի ուր ենք մենք գնում, մինչդեռ մեր ապագան, մեր տեսլականը պիտի լինի առաջնահերթ խնդիրը մեր քննարկումների, մեր ազգային մտածումների, որովհետև եթե մենք տեսնում ենք այն ապագան, դեպի ուր գնում ենք, եթե մենք պատկերացնում ենք Հայաստանի վաղվա օրը, մեր այսօրը իմաստավորված կլինի եւ նպատակ կունենա։ Ահա այս նպատակն է, որ պակասում է մեզ այսօր։ Ահա ինչու հայ մտավորականների խորհրդի նոր դարահաղորդաշարի սևեռումը այն է, որ հաճախակի անդրադառնանք մեր վաղվա օրվան եւ լավատեսորեն փորձենք գտնել լուսավոր ճանապարհներ մեր պետության ու մեր ազգի համար։ Փորձել ենք այսօր առանձնացնել մի քանի հարցադրումներ, որոնք խորագրերն են լինելու մեր հաղորդման ու մեր գործունեության ուղենիշները, եւ առաջինը, որ առանձնացրել ենք, հետեւյալն է. ամենից կարևորը հայ մշակույթն է։ Անցած տարիների ընթացքում, անգամ ցավոք պիտի ասեմ, անցած տասնամյակների ընթացքում երբեք ենք կարևորել այս խնդիրը։ Մշակույթը մեզ համար չի եղել առաջնահերթ մի իրողություն։ Մեր զանգվածային լրատվության միջոցները գրեթե չեն անդրադառնում հայ մշակույթին։ Ու զարմանալին գիտեք ինչ է, որ մեր լրատվական հաղորդումները, լուրերը, որոնք ներկայացնում են այսօրվա անցուդարձը, գրեթե 1 ժամ տևողություն ունեն, այդ 60 րոպեների ընթացքում չկա 1 րոպե, որ նվիրվի ժամանակակից հայ մշակույթին։ Ու սա շատ ցավալի իրողություն է, որովհետև մշակույթի մեջ է որոշվում մեր ոճին եւ մեր ուժը։ Նայեցեք անցյալին, անցյալ դարերին նայեցեք, խնդրում եմ։ Եվ ինչ եք դուք հիշում։ 5-րդ դար, նախաքրիստոնեական շրջան կամ միջնադար, ինչ եք դուք հիշում։ Հայ ժողովրդի ժառանգությունը ինչից է բաղկացած։ Մենք ինչ ենք ունեցել նախկինում։ Եվ եթե դուք նայեք, ապա կտեսնեք միակ բանը, որով Հայաստանը ներկայացել է աշխարհին դարեր շարունակ, միակ իրողությունը, որ մեր հպարտության առարկան է այսօր, դա հայ մշակույթն է, ինչը անտեսվում է ամենուրեք։ Եվ այդ է պատճառը, որ կրկնեմ նորից խորագիրը, ամենից կարևորը հայ մշակույթ։ Կարևորել հայ մշակույթը նշանակում է կարևորել հայոց բանակը, հայոց պատմությունը, կրթությունը, կարևորել մշակույթը նշանակում է կարևորել տնտեսությունը, որովհետև այն ամենը, ինչ ստեղծված է մարդու ձեռքերով, այն ամենը, ինչ բնությունը չի արարել, այլ արարել է մարդ արարածը, դա հենց մշակույթն է։ Ահա ինչու այնքան կարևոր է մշակույթը Հայաստանի համար։ Եվ ապագա Հայաստանը ես տեսնում եմ այդպես. երկիր, որի լրատվական ծառայությունները կսկսեն մշակութային լուրերով, ոչ թե քաղաքական հակամարտություններ, ձերբակալություններ, սխալմունքներ, անորոշություն, այլ նախ եւ առաջ ոչի, որը ամփոփված է հայ մշակույթի մեջ։ Ահա առաջին խորագիրը, որը մենք բացեցինք մեր այսօրվա հաղորդումը եւ անցնենք առաջ։ Ժամանակը դաժան է ոչ միայն արտաքին մարտահրավերներով, ժամանակը դաժան է նաեւ նրանով, որ մենք մեր հասարակական կյանքում սկսեցինք անտեսել կարևոր անհատականություններին, նշանավոր անձերին։ Մի տեսակ գնում է շարժում վարկաբեկելու բոլորին, բացարձակապես նշանակություն չտալով մարդու հեղինակությանը, անցած ճանապարհին, եւ այս պրոցեսը դառնում է մեզ համար ազգակործան մի ճանապարհ։ Ահա ինչու մենք հաջորդ խորագիրը, երկրորդ խորագիրը, որ կարևորում ենք ապագա Հայաստանում, որ պիտի անենք, եւ այսօր արդեն քայլեր պիտի ձեռնարկենք դրան հասնելու համար, բարձրացնել մեր ազգի արչեւ իր հեղինակություններին, բարոյական անձեր, ահա թե ինչ պիտի լինի մեր որոնումների առարկան գլխավորապես։
Բարոյական անձեր, նշանավոր դեմքեր։ Ամեն անգամ, երբ ես հաղորդումը վարում եմ Թումանյան Վերնատուն գրական ակումբից, ես զգում եմ հսկող ներկայությունը մեր դասական մեծերի։ Ահա ետնանկարում դուք տեսնում եք մտահոգված Համոս Սահյանին, տեսնում եք իր խոնար հայացքով Վահագն Դավթյանին, մեր ուսուցիչներն են, եւ ամեն բառ, որ ես ասում եմ, ամեն խոսք, որ ես ասում եմ իրենց հսկող հայացքի ներքո։ Շատ մտքեր, շատ նախադասություններ, շատ արտահայտություններ իրենցն են։ Ես այն երջանիկ մարդն եմ, որ բոլոր ձեզ ծանոթ դասական գրողների բարեկամն եմ եղել, աշակերտն եմ եղել, գործընկերն եմ եղել, եւ ինչ որ ես ձեզ փոխանցում եմ, ծերի բարեկամներ, դա իմ անձնական կարծիքը չէ։ Դա այն խոսքերն են, որ ինձ սովորեցրել են իմ մեծերը, փառք ու պատիվ իրենց, որ մնայուն ներկայություն ունեն մեր կյանքում։ Եվ այսպես, երկրորդ խորագիրը, որ մենք առանձնացնում ենք, բարոյական անձեր։ Ես ուզում եմ իբրև օրինակ հիշել մեր մոտիկ անցյալը։ Խորհրդային տարիներին ամբողջ հայ մշակույթի մեջ մի զուլալ պայծառ անուն կար, որի նման շատերը կային իհարկե, ես իհարկե մեկն եմ առանձնացնում։ Նա, ով 1935 թվականին պաշտպան կանգնեց Եղիշե Չարենցին։ Նա, ով մաքուր ու զուլալ կենսագրություն ուներ։ Այդ մարդուն, այդ գրողին անվանում էին դասական կերտվածքի վերջին գրողը։ Եվ այդ անձնավորությունը, այդ տաղանդավոր գրողը, հայ գրականության դասականը բացառիկ դեր է կատարել հայ մտավորականության ձևավորման գործընթացի մեջ։ Նրա անունն է Ստեփան Զորյան։ Այս օրինակին ես հաճախ պիտի անդրադառնամ ոչ այն պատճառով, որ ես Զորյանագետ եմ, այլ պիտի անդրադառնամ այն պատճառով, որ նա յուրօրինակ երևույթ էր։ Վահան Թոթովենցը եւ Մկրտիչ Ջանանը երբ ձերբակալված էին եւ սպասում էին իրենց դատավճռին, բանտում խոսել են այն մասին, որ եթե իրենք ազատվեն, ապա առաջին մարդը, ում պիտի գնան շնորհակալություն հայտնեն երախտագիտությամբ, ում ձեռքը խոնարհումով պիտի սեղմեն, Ստեփան Զորյանն է։ Ուզում էին ազատվել բանտից եւ գնալ Ստեփան Զորյանին իրենց երախտագիտությունը հայտնելու։ Ինչու՞։ Բոլորը գիտեին, ու գրողների միջում բոլորը գիտեին, որ 30-ական թվականները երբ բոլորին մատնում էին Ստեփան Զորյանը բացառիկ առաքինի պահվածք ցուցաբերեց, ազնիվ մարդուն վայել, իսկական գրողին վայել, իսկական դասականին վայել։ 35 թվականին գիտեք Հայաստանի գրողության վարչությունը Եղիշե Չարենցին վտարեց գրողների միությունից, իսկ այն տարիներին դա պարզ էր նշանակում էր մահվան դատավճիռ, որովհետև 1 տարի հետո ձերբակալվեց Չարենցը եւ գնդակահարվեց, սպանվեց եւ այսօր գերեզմանն անգամ հայտնի չէ մի գրողի, որի ամեն մի տողը համաշխարհային նշանակություն ունի։ Այսպես ենք վարվել մեր մեծերի հետ։ Եվ միակ մարդը, ով վարչության այդ նիստում պաշտպանել է իր բանաստեղծ եղբորը, եղել է Ստեփան Զորյանը։ Ահա թե ինչու ես սիրում եմ այս մարդուն եւ անընդհատ պիտի ներկայացնեմ իր կյանքի սքանչելի էջերը, որոնց հետև դրանք շատ կարևոր են, որում ավելացնեմ նաև Չարենցն ու Զորյանը բարեկամներ չէին, խառնվածքի տարբերությունը այնքան շատ էր, այնքան մեծ էր, Չարենցը փոթորկահույս օվկիանոս, որ ամեն րոպե կարող էր ալիքներ զարկել իրար, Ստեփան Զորյանը համեստ, զուսպ, զարմանալի գեղեցիկ բնավորություն եւ սակայն այդ խառնվածների տարբերությունը անգամ ընկերության բացակայությունը բոլորովին չխանգարեց որ վարչության այդ չարաբաստիկ նիստում Ստեփան Զորյանը վեր կենա ու պաշտպան կանգնի իր բանաստեղծ եղբորը հուշագիրները գրում են որ մի անգամ Պանթեոնում լսում է մուրճի թխթխկոց բարդ է որ ինչ որ մեկը հուշաքար է պատրաստում երբ մոտենում են Պանթեոնին տեսնում են, որ հայտնի քանդակագործ Ղուկաս Շուբարը հուշաքար է պատրաստում, ում համար է պատրաստում, ասում են նրա համար, ով 30-ական թվականներին ազնվաբարոյկեցված քանդեց բերեց, բանից պարզվում է Ղուկաս Շուբարի հայրիկին ձերբակալում է, եւ քննիչը երբ քննում է այս պատմությունը ձերբակալության եւ այն մեղադրանքները որ հնչեցվում էին քննիչը տեսնում է որ ոչ մի նյութ չկա բացարձակապես մատնագրություն է ստորագույն արար սակայն չէր կարող այդպես ազատ արձակել եւ դիմում է ընտանիքին եթե մեկ անվանի դասական մեկ անվանի գրող մտավորական դրական կարծիք հայտնի
Չուբարի մասին, հայտնի իրավաբան Գրիգոր Չուբարի մասին է խոսքը, ապա ինքը ազատ կարծրակի ձերբակալված մտավորականին, իրավաբանին, դասախոսին, մանկավարժին։ Եվ պատկերացրեք, բոլոր ստեղծագործական միություններում չի գտնվում մեկը, վախենում են մարդիկ, կարծիք հայտնել ազնիվ մարդու մասին։ Եվ երբ Ղուկաս Չուբարի մայրը քրիչին է տանում ձեռագրով, մարգարտաշար ձեռագրով, 2 էջի վրա գրված մի կարծիք, այդ կարծիքը այնքան դրական է լինում, այնքան ազնիվ ու արդար, որ անմիջապես Գրիգոր Չուբարը ազատվում է բանտից։ Այդ կարծիքի հեղինակն էր կրկին Ստեփան Զորյանը, չէր աղմկում, չէր թմբկահարում, իր մասին չէր խոսում, համեստ էր, համեստագույն, բայց ինչ արարքներ է գործել այս պայծառ մտավորականը։ Ահա Ստեփան Զորյանը, ինչպիսին էր նա կյանքում, ինչպիսին էր իրականության մեջ։ Ինքն էր, որ հայտնաբերեց Համո Սահյանին, այն ժամանակ, երբ Սահյանին ոչ ոք չգիտեր, գիտեք, որ ծնվել է Համո Սահյանը Սիսյանի լոր յուղում, հետո ծանր տնտեսական պայմանների հետևանքով երեխային ուղարկում են Բաքու, որ մի ուտող բերան պակաս լինի։ Եվ Բաքվում այդ երեխայի մեջ Ստեփան Զորյանը նկատում է ապագա մեծ բանաստեղծին, ապագա տաղանդին, իր հովանավոր ձեռքը դնում է Ստեփան Զորյանը Համո Սահյանի գլխին եւ այդպես կամաց գրական ասպարեզում հայտնվում է մի երիտասարդ պոետ, նույնիսկ 1946-ին գրողների միությունում հանդիպում է կազմակերպում Համո Սահյանի հետ մի երիտասարդ, որին ոչ ոք չէր ճանաչում, դա տարակուսան չէր առաջացնում, թե այս երիտասարդը ոչ գիրք ունի, ոչ մեծ ծանոթ է, այսինչ հանդիպում եք կազմակերպել, ով է Համո Սահյանը, որ նա հետ հանդիպում եք կազմակերպել։ Եվ նույն տարվա վերջին լույս է տեսնում Որոտանի եզերքի ճգնաղ ժողովածուն, բացվում է Համո Սահյանի գրական ստեղծագործական աշխարհը եւ այդ գրքի խմբագիրն էր Ստեփան Զորյանը։ Դուք տեսնում եք, թե ինչ է նշանակում բարոյական անձ հասարակական կյանքում։ Իհարկե Համո Սահյանը պարտքի տակ չի մնում եւ իսկ 8 տող ունի նվիրված Ստեփան Զորյանին։ Սիրելի Ստեփան Զորյանին, դուք հոր նման խիստ եք եղել ու հոր նման ներող։ Ձեր խորհուրդը խորն է եղել ու խրատը գերող։ Դուք ամեն ինչ արել եք, որ զորանայիմ երգը միշտ զգացել եմ իմ ուսին, ձեր հայրական ձեռքը։ Համո Սահյան, 24 հոկտեմբեր 1950 թվական։ Եվ ես հաճախ մտորում եմ Ստեփան Զորյանի մասին ու ուզում հասկանալ այսինչ ճգնաղ երևույթ էր, այսինչ մարդկային հազվադեպ երևույթ էր Ստեփան Զորյանը, երբ մենք տպագրեցինք Ստեփան Զորյանը ժամանակակիցների հուշերում, այդտեղ մի ճգնաղ մեկնաբանություն կա Զորյանի հոգու, բարության, էության։ Ես կարդամ. Որն է արտերի ուզած անձրևը, երբ երկինքը հանկարծ պարզվում է, լռություն է ու պայծառություն, տաք ու բարի, շպտում է երկնքից արևը, անտառը կանչում է քեզ դուրս, գնում ես բացատ, լսելու անտառային ձայներ, ամեն ինչ ջերմ է, մաքուր ու հարազատ, ու հանկարծ փափուկ մի խշշոցով մաղում է մի տաք անձրև, արտերի ուզած անձրևը, բացվում է մի կանաչ, լվացված, մաքուր արևաշխար, դա խաղաղ բարի անձրև է, դա Զորյանն է։ Ահա թե ինչպես էին ժամանակակիցները պատկերացնում Զորյան երևույթը, եւ ես կրկին ուզում եմ ձեզ հիշեցնել, սիրելի բարեկամներ, որ մենք բարոյական նման անձերի կարիք ունենք, պիտի որոնենք, այսօր էլ կան, հավատացնում եմ ձեզ, այսօր էլ ձեր կողքին սքանչելի մարդիկ են ապրում, որ հոգեկան զմայլելի աշխարհ ունեն եւ բարի գործեր են կատարում, բայց լրագրողները որոնում են սկանդալ եւ այդ բարի մարդիկ մնում են աննկատ, մեզ էլ սխալմամբ թվում է, թե նրանք չկան, նրանք կան, սիրելի բարեկամներ, բարոյական անձ, ահա թե ինչը պիտի ապագա Հայաստանում գնահատվի ամենից առավել։ Հաջորդը, քանի որ գրական աշխարհի մասին խոսեցին եւ դա մեզ համար անչափ կարեւոր է գրական աշխարհը, ապա պիտի ձեզ ասեմ հետեւյալը, որ ամենից կարևորը, որ մենք որոնել ենք այս անկախության տարիներին, դա եղել է հետևյալը. ովքեր են ժամանակակիցներից նրանք, ովքեր բերում են ազատության գաղափարը մարմնացյալ իրենց հոգեկան աշխարհում, իրենց անձի մեջ եւ իրենց ստեղծագործության մեջ։ Մեր
հերոսատիտողներից մեկը իդեպ շնորհակալություն հայտնում այն ջերմ արձագանքների համար, որ միշտ ստանում եմ մեր հերոսատիտողներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, ամենուր մեզ դիտում են եւ նույնիսկ վերջերս գրողների միջազգային սիմպոզիումում մեր նոր դարի մասին զրույց եղավ եւ արժանացրել էր մեր հաղորդաշարը մրցանակի, ինչ որ ինձ համար շատ մեծ պատիվ է, որ այդպես միջազգային առումով այս աշխատանքը գնահատվում է եւ մեր հերոսատիտողներից մեկը ողջևորված ուղարկել է մեզ ցանկ, որտեղ ասում է թե ահա այն գրողները, ովքեր իրապես բերեցին մեզ ազատության գաղափարներ, անկախության գաղափարներ։ Խոսքը անկախության շրջանի գրողների մասին է։ Սակայն նախքան այս հարցին անդրադառնալը ես ուզում եմ մեկ հաճիճ զրույց վարել ձեզ հետ, ինչ է ազատությունը։ Մի բան հայերեն բառ է, բայց գիտեք, հենց դա մենք չգիտենք։ Շատերը ազատություն ասելով հասկանում են ամենաթողություն եւ 30 տարի այս անկախության տարիների ընթացքում անընդհատ այնպիսի արարքներ թույլ տվեցին, որ ուղղակի բանականության սահմաններից դուրս են։ Ազատություն չի նշանակում ամենաթողություն։ Հիշենք, Քրիստոսի ծննդյան տոնին մենք միմյանց ողջունում ենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ավետիսով։ Աստծո հրեշտակը առաջինն է ողջունել Հիսուսի ծնունդը եւ հովիվներին ասել է այսօր փրկիչ ծնվեց Հիսուս Քրիստոսին, այո, մենք կոչում ենք եւ դա իրապես այդպես է, կոչում ենք փրկիչ։ Փրկել նշանակում է ազատել։ Եթե բառերի հետքերից գնանք ու հասկանանք ինչ է ազատությունը, փրկել նշանակում է ազատել, ազատություն նշանակում է փրկություն։ Ինչից գողությունից, անբարոյականությունից, կաշառակերությունից, ստորությունից, դավաճանությունից, ստախոսությունից, նախանձից եւ այլն։ Ուրեմն ինչ է նշանակում ազատ լինել։ Ինչ է ազատությունը։ Ազատությունը այն է, սիրելի բարեկամներ, որ բերում է մեզ օրենքների գերակայություն։ Եթե դու ապրում ես մարդկային բարոյականության օրենքներով, չես խախտում դրանք, դու իրապես ազատ ես, ոչ թե ջարդում ես, ոտնահարում ես, վարկաբեկում ես, ոչ, դա ազատություն չի։ Դա ստորություն է, ունենգություն։ Ազատություն այն, երբ որ դու հետևում ես մարդկային օրենքներին եւ ազատ ես, մերժում ես, չես ընդունում, խորշում ես գողությունից, անբարոյականությունից, կաշառակերությունից, ստորությունից, դավաճանությունից, ստախոսությունից, նախանձից եւ այլն։ Ահա թե ինչ է նշանակում լինել ազատ։ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք մեր թողարկումը Հայաստանի ապագան ինչպես ենք պատկերացնում։ Գիտեք, ոչ մի ժողովուրդ չի կարող իր կյանքը ապրել մեկուսացված։ Միջազգային կապերը բացառիկ կարևոր են ազգային պետականության համար, եւ եթե մենք հիշենք Խաչատուր Աբովյանին, բոլորը, ովքեր ուսումնասիրել են, կարդացել են, գիտեն, միայն իր անձով Խաչատուր Աբովյանը այնքան բարեկամներ շահեց Հայաստանի համար, ինչը շատ գնահատելի է։ Գերմանացի, այլազգի, շատ հոգևորականներ, քաղաքական գործիչներ, մանկավարժներ հիացած խոսում են Հայաստանի մասին, միայն ճանաչելով մեկ մարդու Հայաստանից։ Եվ
Սա նշանակում է, որ գրական գործիչները բացառիկ կարևորություն ունեն։ Եթե Տերյանի, Թումանյանի եռանդուն գործունեությունը չլիներ, ապա մեր ժողովուրդը բարեկամներ չէր ունենալ։ Գիտեք, որ Տերյանի, Թումանյանի ջանքերով կապեր հաստատվեցին ռուս մտավորականության հետ, մեր բարեկամները դարձան Բրյուսովը, Սերգեյ Գարադեսկին եւ ծնվեց Հայաստանի պոեզիան ճգնաղ ժողովածուն, ամբողջ աշխարհին ցույց տալով 1916 թվականին, թե ինչ բարձր միջնադարյան մշակույթ է ստեղծել Հայաստանը։ Սա գրական կապերի արդյունքն է։ Եվ նաեւ պիտի ավելացնեմ, որ խորհրդային տարիներին ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի, հայտնի պրոֆեսոր միջազգային կապերի մեծագույն վարպետ ու մասնագետ Լևոն Մկրտչյանի ջանքերով մեր ժողովրդի բարեկամները դարձան շատ հարյուրավոր նշանավոր մտավորականներ, ինչ սքանչելի անուններ են, Դմիտրի Լիխաչով, աշխարհի մեծագույն մշակութաբաններից մեկը, մեծագույն գրականագետներից մեկը, առաջին դեմքերից մեկը համաշխարհային մշակութաբանության ու գրականագիտության, Հայաստանի բարեկամներ, իր բոլոր գրքերում խոսում է Հայաստանի մասին։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Վերա Զվյաջինցևա, Բելլա Ախմադուլինա, Ռասուլ Համզատով, Անդրեյ Նույկին անունը պատահական չէր, որ տվեցի, որովհետև Նույկինը իր ռուս բարեկամների հետ ստեղծեց ռուս մտավորականության Ղարաբաղ կոմիտեն 90-ական թվականներին, պատերազմի օրերին այս մարդիկ Արցախում էին։ Ռուս Ղարաբաղ կոմիտե, դա հայտնի Կրիկ կոմիտեն է, որի խոսքը հնչում էր ամբողջ աշխարհում։ Արցախյան առաջին պատերազմի օրերին։ Արցախյան երկրորդ պատերազմում մենք բարեկամներ չունեինք, որովհետև դռները փակել էինք բոլորի առջև։ Սա է ճշմարտությունը, եւ այդ պատճառով էլ ես իմ շնորհակալությունն եմ հայտնում համահայկական գրողների միության աշխատակազմին, մեր ժամանակակից գրողներին, որոնց ջանքերով կամաց բացվում է վարագույրը եւ մենք բարեկամներ ենք ձեռք բերում ամբողջ աշխարհում, տպագրվեց ժամանակակից բելոռուսական գրականության հատորը, տպագրվեց ժամանակակից ֆրանսիական գրականության հատորը, դա նշանակում է բարեկամներ ձեռք բերել միջազգային ասպարեզում եւ սա այն կարեւորությունն է, որը մեր կարծիքով ունի միջազգային հարաբերությունների ոլորտը։ Սա էլ ապագա Հայաստանի մյուս կարևոր ուղղությունը, որտեղ մենք պիտի աշխատենք։ Մի խորագիր եմ ձեզ ներկայացնում, օգնության պարզված ձեռքն ավելի սուրբ է, քան աղոթող շուրթերը։ Սա էլ ապագա Հայաստանի գաղափարներից մեկը պիտի դառնա անպայման, որովհետև այսօր սիրելի բարեկամներ մենք վերածվել ենք խոսող ժողովրդի։ Անվերջ խոսում ենք, իսկ գործ անող չկա։ Թշնամին մեր դեմ գործում է, մեր դեմ գործում են, նյութում են դավեր, վնասում են մեզ, վնասում են, խախտում են մեր սահմանը, Արցախի հետ ինչ կատարվեց բոլորս գիտենք, բոլորս տեսանք։ Մեզանում սակայն գործը պակասում է, ազգը վերածվել է խոսողների հանրույթի։ Ահա ինչու ուզում եմ կրկին շեշտել, որ օգնության պարզված ձեռքը ավելի սուրբ է, քան աղոթող շուրթերը։ Մենք կարողանանք գործ անել, եթե ուզում ենք օգնել, օգնենք, ոչ թե խոսենք օգնելու մասին։ Ու նորից պիտի բերեմ ժամանակակից գրողների օրինակը, ու քանի որ ես այդ միջավայրում եմ ու ամեն օր շփվում եմ իմ բարեկամների հետ, ովքեր ջանադիր աշխատանք են կատարում, սակայն նրանք չեն գնահատվում, նրանց մասին խոսակցություն չկա, զանգվածային լրատվության միջոցները նրանցից ոչ մեկին չեն ճանաչում, անունն անգամ չգիտեն, այդ մարդիկ երբ Աղավնոն ու Բերձորը հանձնվում էին, մեր գրողները այնտեղ էին ժողովրդի կողքին եւ պատրաստ էին մարտնչել, այո, զենքը ձեռքին մարտնչել Հայաստանի համար, Աղավնոյի, Բերձորի համար պատրաստ էին մարտնչել, ու ժողովուրդը դա տեսավ, ու ես իմ աչքերով տեսել եմ, թե ինչքան սիրով էր լցված Բերձորի բնակչությունը, Աղավնոյի բնակչությունը, Ստեփանակերտի բնակչությունը, երբ մենք այնտեղ էինք ժողովրդի կողքին, ու բազում շատ օրինակներ կարող եմ բերել, երբ մեր ժամանակակից մտավորականները, հեղինակները, գրողները ժողովրդի կողքին են, ժողովրդի մեջ։ Հենց մի քանի ժամ հետո մենք պիտի ուղևորվենք Կապան, գիրք ենք տպագրել հերոս զինվորի մասին, որը նահատակվել է Հանոն հայրենիքի։ Գիտեք, որ մենք շարք ենք սկսել իսկական մեր ժամանակի հերոսների մասին եւ ահա հերթական հատորի համար մենք մեկնելու ենք Կապան։ Սիրելի բարեկամներ, անչափ ես կարևոր եմ համարում նաեւ
ազգային կրթությունը, որը պիտի լինի ապագա Հայաստանի հենասյուներից մեկը։ Մենք անverջ խոսում ենք նոր չափորոշիչների, բարեփոխումների, շտեմարանների մասին։ Գիտեք, այդ ընթացքում անտեսվում է ամենից կարևորը։ Մեր երեխաները չեն սիրում դասագրքերը։ Եվ ամեն մի դասագրքից հետո, տպագրությունից հետո դժգոհություններ բուհում, դժգոհություններ դպրոցում, երեխաները հեռանում են եւ ամենաչսիրված առարկան այսօր դարձել է հայոց լեզուն։ Խնդիրը չափորոշիչների մասին չի խոսքը, բարեփոխումների մասին չի խոսքը, շտեմարանների մասին չի խոսքը, այլ այն մասին է խոսքը, որ դասագիրքը պիտի սեր արթնացնի հայոց լեզվի հանդեպ, հայ գրականության հանդեպ, ինչը մենք չենք տեսնում։ Մեր երիտասարդները դեմքով շրջվել են եւ պատճառը մեր սխալ դասագրքերն են։ Հետեւաբար ազգային կրթության գլխավոր նպատակը պիտի լինի նախ եւ առաջ մարդ դաստիարակել, ոչ թե գիտելիքներով լցնել, երբեմն շատ անարժեք գիտելիքներով լցնել երիտասարդի ուղեղը, այլ նախ եւ առաջ մարդ դաստիարակել, քաղաքացի դաստիարակել, հայրենասեր հոգի դաստիարակել, սա պիտի լինի դպրոցի առաջնահերթ խնդիրը, որովհետեւ եթե սա չկա, մնացած ամեն ինչը դառնում է վտանգավոր։ Դու գիտեք, որ գիտելիքը կարող է դառնալ վտանգավոր, այո, եթե անբարոյական հոգու մեջ է։ Այս է խնդիրը եւ ազգային կրթության այս չափորոշիչը մենք առաջարկում ենք։ Ազգային կրթության առաջնահերթ նպատակը պիտի լինի ազնիվ, բարոյական, անձի դաստիարակությունը, հայրենասեր քաղաքացու դաստիարակությունը, որը արդեն մասնագիտության հետ կապ չունի, դու կարող ես ամեն ինչ լինել։ Դու կարող ես լինել տնտեսագետ, դու կարող ես ֆիզիկոս, քիմիկոս, կապ չունի, բայց դու պիտի հայրենասեր լինես։ Ինչպես էր Վիկտոր Համբարձումյանը, որը մի պատգամ է թողել, չի ասել մեզ աստղաֆիզիկոս դարձեք, չի ասել մեզ գիտնական դարձեք, ասել է սիրեք հայոց լեզուն։ Ահա սա է կարևոր պատգամը, որը պիտի մեր ապագայի ազգային կրթության մեջ կարևորագույն դեր ստանձնի։ Ազգային կրթություն, ահա ապագա Հայաստանի հաջորդ գաղափարը, որը մենք առաջ ենք բերում։ Սիրելի բարեկամներ, մի խոսք, որ դարձել է խորագիր, երկար տարիներ այդ մասին խոսում է, բայց առաջընթաց չունենք այս հարցում։ Մենք կարդում ենք գրականություն, մենք ծանոթ ենք շատ հեղինակների, մենք կարող ենք թվարկել անգամ վեպեր, բանաստեղծություններ, ժողովածուներ պոետական, թվարկել կարող ենք, բայց ես այն տպավորություն ունեմ, որ գուցեև կարդում են ժամանակակից, բայց չեն հասկանում ժամանակակից գրականություն։ Ու այդ պատճառով ասում եմ, լսենք հայ գրողներին, լսենք թե այս մարդիկ ինչ են ասում։ Օրինակ, ինչ էր ասում Վարդան Գրիգորյանը, երբ Դարկ Օրսյան վեպի մեջ խոսում է այն մասին, դա գիտեք 80-ական թվականներին տված գիրք է Դարկ Օրսյանը, ասում է, որ անին կործանվեց, որտեղ հանկարծ բոլոր իշխանավորները, անգամ հասարակ ժողովուրդը երազում էր խաղաղություն, բոլորը ուզում էին լավ ապրել, հարուստ ապրել եւ ուզում էին խաղաղություն։ Կարդացեք այս վեպը, կարդացեք ու հասկացեք Վարդան Գրիգորյանին, կամ Համոսահյան, ես գիտեմ, որ դուք բոլորը սիրում եք Համոսահյանին, բայց երբևէ մտածել եք այս մարդը, այս մեծ անհատը ինչից էր դժգոհ, ինչ էր ասում մեզ։ Մենք Սահյանի ասելիքը գիտենք, ես օրինակ կարդում եմ հետևյալը. Ինձ համար ամեն ինչ կորած է, էլ ոչ ոք եւ ոչինչ ես չունեմ։ Ծամում եմ իմ բաժին չոր հացը եւ քունս չի տանում, որ քնեմ։ Հիվանդ է ձեր խոնար երգիչը, երևի հոգեվարք է ապրում։ Ասում են այդքանը դեռ քիչ է, արժանի պատիժը չի կրում։ Փոխվել են դերերն ու տեղերը, բայց նույնն է երախը վիշապի, սրանք են այս երկրի տերերը, աղոթեմ, որ մահս շտապի։ Շատ տխուր բանաստեղծություն է։ Համոսահյան, որևէ պետական այր, որևէ պաշտոնյա կարդացել է Համոսահյան, որևէ պետական այր, որևէ պաշտոնյա կարդացել է Թումանյան։ Մենք ապրում ենք արդյոք մեր գրողների երազներով, ոչ։ Ահա ինչու սիրելի բարեկամներ, ես նորից պնդում եմ նույնը, կարդացեք ու հասկացեք ինչ տառապանք ունեն մտավորական մարդիկ,
եւ փորձենք մեր կյանքը վերաձևել, վերաձևակերպել ըստ այն երազանքի, որ ունեին մեր մեծ անհատականությունները, հասկանանք, բոլորն այսօր կարդալ գիտեն, ուրեմն փառք կարդացածը հասկացողին, Պարույր Սևակի խոսքն է, դեռ այն ժամանակ այս խնդիրը հաճարեղ պոետը գիտակցել է, պատգամել է եւ մենք պարտավոր ենք ապագա Հայաստանում կառուցել այնպիսի հասարակություն, որ Աստված խոսքը հասկանում է, լսում է, սիրում է գրականություն եւ հասկանում է։ Սա շատ մեր կյանքը կտրուկ կփոխվի, ես հավատացնում եմ։ Սիրելի բարեկամներ, եւ վերջին խորագիրը ես կոչել եմ այսպես. դասեր, որ չենք հասկանում։ Դասեր, որ չենք հասկանում։ Գիտեք, մեր անցյալի գրականության, անցյալի մշակույթի մեջ ասվել են խոսքեր, որոնց շուրջ այսօր մենք վիճում ենք։ Հարցը լուծված է, շատ հստակ հոգեբանական առումով հարցը լուծված է, բայց մեր չիմացության, հանրության չիմացության հետևանքով մենք այսօր վիճում ենք տարրական հասկացությունների շուրջ։ Վարդան Այգեկցի «Այծեր և գայլեր» 13-րդ դարում մեր հայտնի հանճարեղ սքանչելի արագագիրը պատմություն է պատմում մեզ այն մասին, թե ինչպես մի անգամ այծերը նամակ ուղարկեցին գայլերին, հոգնել էին անվերջ հակամարտությունից եւ առաջարկում են հաշտ ապրել։ Սարերում ամեն ինչ կա, կարող ենք հաշտ ապրել։ Գայլերը շատ ուրախացան այծերի այդ նամակից եւ ասացին մենք ենք համաձայն որ հաշտ ապրենք, բայց մեզ խանգարում է հովիվը եւ շները, եթե դուք վտարեք հովին եւ շներին, մենք խաղաղ կապրենք։ Այծերը ուրախությամբ դա են անում, վտարում են հովին եւ շներին, գայլերը սպասեցին 100 օր, հարձակվեցին եւ կերան բոլոր այծերին։ Այս պատմությունը շատ արդիական է եւ այդ պատճառով է նորից ուզում եմ շեշտել, տեսնում եք բոլոր հարցերին անդրադարձել է հայ մշակույթը, մեր հիանալի հայ մշակույթը, եւ եթե այսօր մենք նեղության մեջ ենք, պատճառն այն է, որ մենք ծանոթ չենք մեր գանձարանին, քայլում ենք մենակ, տխուր, տկլոր, մերկ աշխարհի փոթորիկների առաջ, մինչդեռ այդ զրահը մեզ տվել է հայ մշակույթը։ Վարդան Այգեկցի, մենք մի գեղեցիկ հոլովակ ունենք, շնորհակալություն այն պատրաստողներին, որ ուզում ենք ներկայացնել ձեզ, համեցեք։ Այծեր և գայլեր, Վարդան Այգեկցի, 13-րդ դար։ Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին. թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն։ Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ, և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ, և գրեցին այծերին. լսեցինք ձեր բարի խորհուրդը, և գոհանանք Աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի, և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն։ Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից։ Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ 100 տարի մնան անխախտելի սիրով։ Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը, և սկսեցին ուրախ լինել, և ցնծալ, և խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, և խնդում էին, և վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի։ Եվ գայլերը համբերեցին 100 օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան։ Սիրելի բարեկամներ, մենք դիտեցինք հոլովակը, լսեցինք Վարդան Այգեկցու պատգամը, խոսքը, եւ դա թող լինի մեզ համար մի ուղեցույց գնանք դեպի հայ մշակույթը։
Այսօրվա մեր հաղորդման հիմնական խնդիրը այդ էր։ Բոլոր հարցերը լուծված են, բոլոր խնդիրների պատասխանները տրված են, իսկ մենք շարունակում ենք մոլորվել, սայթաքել ու սխալվել, չի կարելի։ Ահա թե ինչու այսօրվա հաղորդման գլխավոր գաղափարը հետևյալն է. ամբողջ հոգով փարվենք հայ մշակույթին, սիրենք հայ մշակույթը եւ այդ ճանապարհով, հայ մշակույթի ճանապարհով, զինված լինելով մշակութային գաղափարներով, մենք կարող ենք բոլոր դժվարությունները հաղթահարել։ Ես լավատես եմ, սիրելի բարեկամներ, չկա նեղություն, չկա դժվարություն, որը մենք հաղթահարել չկարողանանք։ Ինչպես ասում էր Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսը, իմ հոգևոր ուսուցիչը, նեղությունները չկան ձեզ ընկճելու համար, դուք կաք նեղությունները ընկճելու համար։ Այսքանով մեր թողարկումը ավարտում ենք, սիրելի բարեկամներ, հաջողություն ձեզ, մինչ նոր հանդիպում։